Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը։ Տարբեր դիտորդական կազմակերպությունների և սոցիոլոգիական հարցումների տվյալներով բացառապես իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն են խախտում բարեկրթության և կառուցողական քարոզարշավ իրականացնելու նորմերը։ Ես շատ ցավում եմ, որ այսօր հերթական դրսևորմանը ականատես եղանք, երբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը վաղ առավոտյան այդպես ներքնաշորերի ցուցադրությամբ էր զբաղված տարատեսակ տպագրություններով։ Իմ մոտ օբյեկտիվ հարց առաջացավ, թե ինչով է սա պայմանավորված։ Հետո օրվա երկրորդ կեսին արդեն պարզ դարձավ, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքներից հերթական անգամ զիջումներ են արվելու և հերթական տարածքներն են նվիրաբերվելու Ադրբեջանին։ Երևի թե որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում փաստացի Նիկոլ Փաշինյանը այսօր խոստովանել է, որ նույն Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին։ Միանգամայն պարզ է դառնում իշխանությունների այս տարատեսակ շոուներ անելու գործելավոճը, որովհետև բնականաբար, երբ նույն օրվա ընթացքում քաղաքապետը նման անլուրջ պահվածքով է հանդես գալիս եւ դրան զուգահեռ վարչապետը անում է հայտարարություն այն մասին, որ Տիգրանաշենը մասնավորապես հանձնվելու է Ադրբեջանին, արդեն հասկանալի է դառնում, որ պարզապես սա այսպես հնարք է, քարոզչական հնարք է հանրության ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու։